Վայք խոշորացված համայնքի 16 բնակավայրերի երիտասարդների համար ներառական ժամանակակից և բարձրորակ երիտասարդական ծառայությունների հնարավորություն է ստեղծվել։ Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հիմնադրված ալտերնատիվ երիտասարդական կենտրոնը պաշտոնապես իր դռներն է բացում 13-ից 35 տարեկան երիտասարդների առջև։ Սա ապահով և անվտանգ միջավայր է կրթվելու, նոր հմտություններ ու կարողություններ ձեռք բերելու, միմյանց հետ ընկերանալու, համայնքային խնդիրների լուծման շուրջ միավորվելու։ Վայոց ձորում թերևս շատ քիչ, թերևս բացակայում են նման կենտրոնները, եւ այս առումով շատ կարեւոր էր, որ ընտրել ենք հենց այս համայնքը։ Վայք համայնքում մի շարք խնդիրներ կան եւ դրանցից ամենակարևորը այն է, որ երիտասարդները լքում են համայնքը, չտեսնելով այստեղ զարգացման, կրթության հնարավորություններ։ Եվ կենտրոնը ուզում է լրացնել այդ բացը, դառնալով այն լուսավոր կետը, այն հնարավորությունը, որը երիտասարդին կպահի համայնքում։ Մենք այցելում ենք իհարկե դպրոցներ, քոլեջներ, հնարավոր բոլոր հաստատություններ եւ իրազեկման աշխատանքներ ենք տանում։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այս կենտրոնը այս համայնքի թերևս այս պահին ամենալուսավոր, ամենագունավոր կետն է եւ այն պետք է ձգողական ուժ դառնա երիտասարդների համար։ Նրանք կարող են նաեւ այցելել ուղղակի կենտրոն, գիրք կարդալ, ժամանակ անցկացնել եւ երբեմն նրանք համարում են այս կենտրոնները իրենց երկրորդ տունը։ Եվ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար շատ կարևոր է նման գործընկերների հետ ունենալ այսպիսի կենտրոններ, որոնք կապահովեն երիտասարդների զարգացումը, հմտությունների զարգացումը դպրոցական միջավայրից դուրս։ Կարող եմ հստակ ասել, որ կենտրոնները բավականին մեծ ազդեցություն են ունենում ընդհանրապես համայնքի վրա։ Ոչ միայն երիտասարդների, դեռահասների, երեխաների, նրանց ընտանիքների, այլ համայնքի, քանի որ երիտասարդները դառնում են ավելի ակտիվ, ունենում են այն բոլոր հմտություններն ու գիտելիքները, որով կարող են իրենց համայնքում փոփոխություն բերել, առաջարկել, տեսնել խնդիրները ու նաև այդ խնդիրներին իրենք արդեն իրենց ուժերով լուծումներ տալ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ գործակցությամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ գործարկված կենտրոնն արտահայտում է երիտասարդական քաղաքականության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի առաջնահերթությունները, համաձայն որոնց երիտասարդները համայնքային մակարդակում ներգրավվում են որոշումների կայացման գործընթացներում, դառնում իրենց համայնքի զարգացման ակտիվ դերակատարներ։ Երիտասարդական միջավայրերի ձևավորումը մարզաբնակ երիտասարդների համար պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններից է եւ այդ առաջնահերթությունը ամրագրված է նաեւ կառավարության 21-26 թվականների գործողությունների ծրագրում։ Մենք ունենք հանձնառություն մինչեւ 26 թվականի այս տարեվերջ ձևավորելու 25 երիտասարդական կենտրոն Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերում։ Կյանքը քանի որ ֆորմալ կրթությունից առաջ է անցնում միշտ, սես կենտրոնը կարա լինի մի վայր, որտեղ մեր երիտասարդները դիցուք սովորեն մեդիա գրագիտություն, թվային գրագիտություն, արհեստական մանականություն, որ այսօր ակտուալ է, եւ շատ այլ կարևոր փափուկ հմտություններ, այդ ամբողջ փաթեթը եւ ոչ միայն, այսինքն հմտություններ, գիտելիքներ, որոնք նրանց պետք են։ Գործարկման 3 ամիսներին կենտրոնն արդեն 200 այցելու ունի։ Ակնկալվում է, որ տարվա ընթացքում այս թիվը կավելանա եւս 300-ով։ Տարբեր բնակավայրերում ապրող երիտասարդներից շատերի համար կենտրոնն արդեն հարազատ միջավայր է։ Այստեղ բացահայտում են իրենց ուժեղ կողմերը, դառնում են առավել ինքնավստահ եւ նախապատրաստվում են իրենց բնակավայրերում փոփոխություններ սկսելու։ Մինչև կենտրոնի հիմնադրվելը էլի երիտասարդական գործունեությամբ եմ զբաղվել ու մի քանի տենց կարևոր խնդիրների եմ բախվել կապված երիտասարդների սոցիալական պասիվության հետ ու կարծում եմ կենտրոնը շատ կօգնի երիտասարդներին ավելի ներգրավված լինել ու կարողանալ իրենց մտքերն արտահայտել ու ինձ էլ որպես էլի երիտասարդ ավելի ցենց հաճելի միջավայր է, որտեղ կարելի է հաճախել ընկերների հետ լավ ժամանակ անցկացնել, ոչ ֆորմալ կրթություն ստանալ։ Ես շատ ուրախ եմ, որ կա Վայքի երիտասարդական կենտրոնը, քանի որ եթե չլիներ այս տեղը, մենք բնականաբար չէինք կարող այսքան առաջադիմություն ցուցաբերել, մեր ակտիվությունը ցույց տալ, որ մենք էլ կանք, այստեղից ենք։ Հայաստանում ալտերնատիվ երիտասարդական 5-րդ կենտրոնի բացումը խոսում է այն մասին, որ համայնքները հետաքրքրված են իրենց երիտասարդների խնդիրներով ու կարիքներով, կարևորում են երիտասարդական միջավայրերի անհրաժեշտությունը, արձանագրում են հիմնադիրները։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։